Բարև, կրծքով կերակրող մայրս, ապա այս ռիլը հենց քեզ համար է։ Խոսելու ենք կրծքով կերակրման դիրքերի մասին։ Մոռանաս կոմենտներում գրել, թե որ դիրքն է առավել արդյունավետ ստացվել հենց քեզ մոտ, իսկ որ դիրքը որևէ կերպ հարմար չի եղել քո երեխայի կերակրման համար։ Դիրքերը ընտրելիս ընտրում ենք ոչ թե ամենագեղեցիկը, այլ այն, որ դիրքում մայրը ցավ չունի, իսկ երեխան ունի խորը ամրակցում և արդյունավետ կերակրում։ Առաջինը կոչվում է դասական գրկային դիրք։ Երեխան մայրիկի գրկում է, փորիկը մայրիկի փորին։ Առավելությունը պարզ է այս դիրքը հարմար է հեշտ շատ մայրերի համար և կարելի է հաճախ կիրառել օրվա ընթացքում։ Թերությունը նորածնի դեպքում երբեմն դժվար է լավ վերահսկել գլուխը և ամրակցումը։ Խաչաձև գրկային դիրքը դա նույն դասական գրկային դիրքն է, միայն այս դեպքում փոփոխվում են ձեռքերը։ Դասականի դեպքում օգտագործում ենք կրծքի կողմի ձեռքը, իսկ խաչաձևի դեպքում կրծքին հակառակ ձեռքը։ Առավելությունը շատ հարմար է նորածինների համար, օգնում է ճիշտ ամրակցման սովորելուն։ Թերությունը երկար կերակրման ժամանակ կարող է հոգնեցնել ձեռքը։ Երրորդը թևատակի դիրք կամ ֆուտբոլի գնդակի դիրք։ Երեխան գտնվում է մոր կողքից, գլուխը դեպի կուրծքը, ոտքերը դեպի մեջքը։ Այս դիրքի առավելությունը այն է, որ այն կարող է հարմար լինել կեսարյան հատումից հետո կամ մեծ կրծքերի պարագայում, ինչպես նաև զույգ երեխաներին կերակրելու ժամանակ։ Թերությունները հաճախ պետք են բարձր և ճիշտ հենարան, որ մայրը չլարվի։ Չորրորդ դիրքը կողքի պառկած դիրքն է։ Մայրը և երեխան պառկած են կողքի վրա դեմքով դեպի իրար։ Առավելությունը հարմար է գիշերային կերակրումների և մայրիկի հոգնածության դեպքում։ Թերություն պետք է շատ ուշադիր լինել անվտանգ միջավայրին, որ երեխայի դեմքը հանկարծ չփակվի բարձով, ծածկոցով կամ կրծքով։ Հինգերորդ դիրքը դա կոալայի դիրքն է։ Երեխան ավելի ուղղահայաց է, կարծես նստած մոր գրկում, դեմքով դեպի կուրծքը։ Առավելությունը այն է, որ կարող է հարմար լինել ռեֆլյուքսի, ուժեղ կաթնահոսքի կամ ավելի մեծ երեխաների ժամանակ։ Թերությունը փոքր նորածինների մոտ միշտ չէ, որ հեշտ է պահել ճիշտ դիրքը և կայուն ամրակցում։ Հիշենք, ճիշտ դիրքը այն է, որտեղ դուք ձեզ լավ եք զգում, չունեք ցավ, և երեխան կարողանում է կուրծքը բռնել մաքսիմալ խորը։ Չմոռանաք հետևել ինձ բոլոր սոցհարթակներում, որպեսզի միմյանց չկորցնենք։